Առաջարկ Հայաստանին ծրագրին միանում են նաև ուժային կառույցների վետերանները։ Սպորտում մեծ ներդրում ունեցող բարձրաստիճան սպաները հայտարարում են ուժային կառույցների վետերանների մարզական ակումբներ ձևավորելու մասին։ Դրանք կհամալրեն ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմը։ Այս ծրագիրը երկու կարևոր նպատակ ունի՝ միավորել վետերանների փորձն ու գիտելիքը, ուշադրության կենտրոնում պահել ու գնահատել նրանց տարիների վաստակը։ Թույլ տվեք ողջունի եւ բարեմաղթանքի խոսքեր փոխանցեն բոլորիդ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի անունից այս նախաձեռնության համար, որ դուք ցանկացել եք առաջարկ Հայաստանի ծրագրին առաջարկ եք ստեղծել վետերանների մարզական ակումբներ։ Իմացեք պարոն Ծառուկյանը սատար է կանոն բոլոր ծրագրերի նախաձեռնություններին օգնելու է, աջակցելու է, քանի որ ձեր տարիների փորձը, գիտելիքը պետք է գնահատվի եւ պետք է փոխանցեք մեր երիտասարդներին։ Այստեղ նստածները էական նշանակություն չունի, տարբեր կառույցներ են, բայց բոլորը ժամանակին մի ընդհանուր աշխատանք են կատարել։ Եվ այստեղ նստածները սրանք քայլող լեգենդներ են։ Քանաքեր Զեյթունի ոստիկանության 268 վետերաններ պատրաստ են ընդառաջելու, նույնիսկ աշխատելու մեր սկսած աշխատանքի ուղղությամբ։ Նրանք կաշխատեն ուսումնական հաստատությունների հետ, որ երեխաները տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվեն ու լինեն ավելի իրազեկ։ Մեծ ուշադրություն կդարձվի նաև արատավոր երևույթների, մասնավորապես դարի չարիք համարվող թմրամոլության դեմ պայքարին։ Բոլորս լսել ենք այդ ծրագրի մասին, որը կոչվում է Առաջարկ Հայաստանին։ Եվ ես կարծում եմ, որ մենք վետերաններս պետք է հենց այդտեղ ունենանք մեր ամենալավ մասնակցությունը, ամենամեծ աջակցությունը։ Շատ կարևոր է, որ վետերանները իրանց զգան պահանջված հասարակության կողմից, պետության կողմից, պետության անվտանգությունը ձևավորելու, պետության բարոյական իրավիճակը վերականգնելու, այս ծնկած վիճակից կանգնելու եւ գլուխները բարձր պահելով շարժվել առաջ, զարգացնելով մեր երկիրը, մեր հայրենիքը։ Դպրոցներում մենք կարող ենք կազմակերպել համատեղ փրկարար ծառայության հետ միասին կարող ենք կազմակերպել տարհանումներ, կարող ենք կազմակերպել օդային տագնապից, ինչպես կարելի է խուսափել օդային տագնապներից, օդային հարձակումներից։ Առաջիկայում կլինեն առաջնություններ ու տարբեր մրցաշարեր ուժային կառույցների միջև։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը նաև արտոնություններ կտրամադրի վետերաններին։ Նրանց ընտանիքի անդամներն անվճար մարզվելու հնարավորություն կունենան կառույցի 19 ֆեդերացիաներում։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։